Բարև երկիր եւ բարև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լինել առողջ եւ պաշտպանված։ Ձեզ հետ է Կրավմագա ինքնապաշտպանության ձեր անձնական ինստրուկտոր Սարգիս Բազենյանը։ Ինչպես արդեն խոստացել էի, այսօր կներկայացնենք վարժություններ ոտքով հարվածները ուժեղացնելու համար։ Ցուցադրվող վարժությունները հավասարապես հետաքրքիր եւ արդյունավետ կլինեն ինչպես սկսնակների, այնպես էլ արհեստավարժ մարզիկների համար։ Նախ եւ առաջ անհրաժեշտ է իմանալ, որ հարվածի ուժը կախված է երկու հիմնական գործոններից՝ արագություն եւ մկանային զանգված, սակայն կարևոր նախապայման է նաեւ ունենալ կայուն հավասարակշռության կենտրոն։ Դրա համար հարված կատարելիս պետք չէ ցատկել կամ բարձրանալ ոտնաթաթի վրա։ Խոսքը սկսնակների մասին է, քանի որ արհեստավարժ մարզիկը կարող է հզոր հարվածներ կատարել նաեւ այդ դիրքերից։ Ոտքի հարվածի ուժի նպաստող առաջին վարժությունը, որ այսօր կցուցադրենք, կքանստումներն են։ Ուղղակի դրանք կատարում ենք որոշակի փոփոխություններով եւ ավելի դինամիկ ռիթմով։ Սկսեցինք։ Անհրաժեշտ է իջնել մինչև 90 աստիճան, մեջքը ուղիղ պահած եւ շեշտակի արագությամբ բարձրանալ վեր։ Կքանստումների հաջորդ տարբերակը դա կքանստումներն են հարվածներով։ Իջնում ենք ներքև եւ բարձրանալու պահին կատարում ենք ոտքով հարված։ Եվ կրկին ոտքը դնելուց հետո իջնում ենք, բարձրանում ենք հաջորդ ոտքով։ Այս վարժությունը կարելի է կատարել օգտագործելով բոլոր տեսակի հարվածները։ Իսկ այժմ անցնենք հաջորդ վարժության կատարմանը։ Անհրաժեշտ է ծնկով հենվել ետևի մասում եւ հենվելով մեր դիմացի ոտքի վրա բարձրանալով կատարել ծնկով հարված։ Այսպես։ Հաջորդ վարժությունը զարգացնում է արագություն եւ շարժումների մեջ ճկունություն։ Անհրաժեշտ է ծնկած դիրքից ցատկով կանգնել եւ կատարել մի քանի անգամ անընդմեջ։ Հաջորդ վարժությունը ծնկների բարձրացումներն են դինամիկ ռիթմով։ Ցուցադրված վարժությունները կատարում են 20 անգամ եւ ձգտում ամեն պարապմունքին այդ թիվը ավելացնել 2-ով։ Հաջորդ վարժությունները, որ առաջարկում եմ կատարել, պոկումներն են։ Ոտքը անհրաժեշտ է դնել գոտկատեղից վերև որևիցե մի բարձրության վրա եւ փորձել կատարել պոկումներ վեր։ Վարժությունը կատարում ենք անընդմեջ 20-ից 30 վայրկյան եւ ձգտում այդ ժամանակահատվածը ավելացնել մինչև 2-3 րոպեի։ Հարվածի ուժը զարգացնող արդյունավետ միջոց են նաեւ ցատկերը, ցատկեր հեռավորության վրա։ Անհրաժեշտ է իջնել 90 աստիճան ծալվածքում ծնկներում եւ ձգտել ցատկել հնարավորինս առաջ։ Շատ օգտակար են նաեւ ցատկեր բարձրության վրա։ Ցատկերի դեպքում նույնպես սկսում ենք 30 վայրկյան անընդմեջ ցատկերից եւ աշխատում ենք այդ ժամանակահատվածը ավելացնել մինչև 3-ից 5 րոպե։ Հետաքրքիր եւ արդյունավետ վարժություններ շատ կան Կրավմագա համակարգում։ Նկատելի եւ արագ արդյունքի համար առաջարկում եմ մարզվել մեզ հետ միասին։ Եղեք առողջ եւ պաշտպանված։ Կհանդիպենք։